Հայաստանում ամեն ժամ մահանում է 3 մարդ, մեկ օրում միջին հաշվով 70 մարդ։ Այս մասին Ֆակտոր-ը տեղեկանում է վիճակագրական կոմիտեի տվյալների վերլուծությունից։ Մահերի թիվը 2024 թվականին 2023-ի համեմատ աճել է։ Անցած տարի 25576 մահ է գրանցվել, 1263-ով ավելի, քան նախորդ տարի։ Իսկ որոնք են մահվան հիմնական պատճառները։ Մահերի կեսից ավելին, շուրջ 53,1%-ը գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով։ 2024 թվականի ընթացքում սիրտանոթային հիվանդությունները 13581 մարդու կյանք են խլել, նախորդ տարվա 12961-ի փոխարեն։ Աճը կազմել է 4,8%։ Երկրորդ տեղում նորագոյացություններից մահվան դեպքերն են 20,7%։ 2024-ին քաղցկեղից 5291 մարդ է մահացել, նախորդ տարվա 5097-ի փոխարեն, աճը կազմել է 3,8%։ Երրորդ տեղում 9,2%-ով շնչառական օրգանների հիվանդություններն են։ 2024-ին 2365 դեպք, նախորդ տարվա 2083-ի փոխարեն, աճը կազմել է 13,5%։ Հայաստանում 2024 թվականի ընթացքում գրանցվել է մարսողական օրգանների հիվանդություններից 1328, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 245, էնդոկրին համակարգի հիվանդություններից 445, արտաքին պատճառներից 48, COVID-19 վիրուսից 3 և այլ հիվանդություններից 1270 մահվան դեպք։ 2024 թվականին հղիության հետ կապված բարդություններից ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 7 դեպք, իսկ 2023 թվականին մահվան 4 դեպք։ Այսպիսով մայրական մահացության դեպքերը 2024 թվականին գրեթե կրկնապատկվել են։ Արտաքին պատճառների մեջ մտնում են նաև զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը, որոնք 2023 թվականի համեմատ նվազել են։ 2024 թվականին գրանցվել է ծառայության հետ կապված 32 մահվան դեպք, 2023-ի 39-ի փոխարեն։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2024 թվականի ընթացքում Հայաստանում մահացել է 333 մարդ, ինչը 45-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Հայաստանում 2024 թվականին թեև ինքնասպանության դեպքերի թիվը նվազել է, բայց ինքնասպանությունների փորձերն ավելացել են։ Ընդհանուր առմամբ 2024 թվականին Հայաստանում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է կատարել 853 անձ, ինչը 204-ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից և 278-ով ավելի 2022 թվականի ցուցանիշից։ Ինքնասպանությունների մեծ մասը 179-ից 117-ը 30-ից 65 տարեկան անձինք են։ Մինչև 17 տարեկանների շրջանում ինքնասպանության 3 դեպք է գրանցվել։ Ինքնասպանությունների փորձերն ավելացել են առավելապես երիտասարդների և միջին տարիքի անձանց խմբերում։ Մահվան թվերի աճին զուգահեռ Հայաստանում նվազել է ծնելիությունը։ Եթե 2023-ին յուրաքանչյուր 100 մահվան դիմաց գրանցվում էր 150 ծնունդ, ապա 2024-ին այդ թիվը նվազել է մինչև 132։ Այսպիսով բնակչության բնական աճի տեմպը դանդաղել է։ Տարածաշրջանում կենսունակության ամենացածր մակարդակն ունի Վրաստանը, ամենաբարձրը Իրանը։ Հարևան Վրաստանում 2024 թվականի տվյալներով կենսունակության գործակիցը 119 է, այսինքն յուրաքանչյուր 100 մահվան դեպքի դիմաց 119 երեխա։ Ադրբեջանում 304%, այսինքն յուրաքանչյուր 100 մահվան դիմաց 304 ծնված երեխա։ Թուրքիայում 301%, յուրաքանչյուր 100 մահվան դեպքի դիմաց ծնվել է մոտ 302 երեխա։ Իրանում 380%, յուրաքանչյուր 100 մահվան դիմաց ծնվել է 304 երեխա։